Բարև ձեզ, Արցախի հանրային հեռուստատեսության եթերում հետհաշվարկն է, խաղ, որում կարևոր են առաջնորդական հմտությունները, թիմային աշխատանքն ու հաջողությունը։ Խաղի կանոնները չեն փոխվել, մնում են նույնը, յուրաքանչյուր խաղին մասնակցում է 2 թիմ։ Թիմերում 5-ական խաղացողներ են։ Տրվում են հարցեր, հարցերի համար կա 1 րոպե ժամանակ։ 2 անգամ ձայնային ազդանշան եք լսելու։ Առաջինը երբ 10 վայրկյան մնա եւ դուք պետք է ձեր պատկերացրած ճիշտ պատասխանը գրեք գրատախտակին եւ վերջում երբ որ րոպեն լրանա եւ թիմի ավագը ներկայացնի մեզ իրենց պատկերացրած ճիշտ պատասխանը։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի դիմաց թիմը լքում է 1 խաղացող։ Ով է լքում խաղը որոշում ենք վիճակահանության միջոցով։ Հաղթում է այն թիմը, ով ունենում է համապատասխանաբար 5 միավոր։ 4-4 հաշվի դեպքում խաղում ենք մինչև առաջին ճիշտ եւ սխալ պատասխանը։ Սրանք խաղի կանոնների մասին։ Այսօր մեր հետ խաղում են Աֆինա եւ Սաֆիա թիմերը։ Սաֆիա, Հովսեփյան Նոնա, Ալեքսանյան Մաքսիմ, Միրզոյան Գևորգ, Աբրահամյան Արմիդա և Պողոսյան Յուրի։ Աֆինա, Բարխուդարյան Քրիստինե, Բաղդասարյան Աննա, Շեկյան Արտուր, Սարգսյան Անժելիկա և Հայրապետյան Մայա։ Միջև խաղին անցնելը հիշեցնեմ, որ հետհաշվարկ ինտելեկտուալ խաղմրցույթն անց է կացվում Արցախի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։ Հետհաշվարկը սկսված է, հարց առաջին։ 1940-ականներին հապճեպ կառուցված 20 կիլոմետրանոց ստորջրյա խողովակաշարը ստացել է կյանքի զարկերակ անվանումը։ Իսկ ինչ ջրային օբյեկտի տակով էր անցնում այն։ 1940-ականներին հապճեպ կառուցված 20 կիլոմետր ստորջրյա խողովակաշարը ստացել է կյանքի զարկերակ անվանումը։ Իսկ ինչ ջրային օբյեկտի տակով էր այն անցնում։ Կարասունական թվականներ, հապճեպ կառուցված 20 կիլոմետրանոց ստորջրյա խողովակաշար, իսկ ինչ ջրային օբյեկտի տակով էր այն անցնում, որը կոչվում էր կյանքի զարկերակ։ Ժամանակ, խնդրեմ։ Միջերկրական ծով։ Միջերկրական ծով, հետաքրքիր պատասխան է։ Լադոգա լիճը։ Պարզ է ձեր պատասխանը։ 1940-ականներին հապճեպ կառուցված 20 կիլոմետր ստորջրյա խողովակաշարը ստացել է կյանքի զարկերակ անվանումը։ Իսկ ինչ ջրային օբյեկտի տակով էր այն անցնում։ Իհարկե Լադոգայի մասին է խոսքը։ Խողովակաշարը վառելիք էր մատակարարում պաշարված Լենինգրադին եւ իսկապես կենսական զարկերակ էր։ Կյանքի ճանապարհի պես այն անցնում էր Լադոգա լճով, ստորջրյա ճանապարհով։ Միրզոյան Գևորգն է լքում խաղը։ Խաղի հաշիվն է 1-0, ուշադրություն հարց։ Չերչիլն ասում էր, որ այդ կինը հանցագործություններով ավելի շատ գումար է աշխատել, քան աշխարհի ամենահաջողված գողը։ Ում մասին է խոսքը։ Խնդրում եմ քննարկումները անելուց մի քիչ
Կամաց, որպեսզի հակառակ թիմը չլսի։ Չէ։ Հարցը կրկնեմ, խնդիր չի, կրկնեմ։ Հարցը կրկնեմ։ Չերչիլն ասում էր, որ այդ կինը հանցագործություններով ավելի շատ գումար է աշխատել, քան աշխարհի ամենահաջողված գողը, ում մասին է խոսքը։ Ես ոնց հասկացա, երկու թիմերն էլ պատասխան ունեն, դրա համար ավելորդ ունեք պատասխան դուք։ Ժամանակ չենք ծախսում, խնդրեմ ձեր պատասխանը։ Մատախարի։ Ագաթա Քրիստի։ Չերչիլն ասում էր, որ այդ կինը հանցագործություններով ավելի շատ գումար է աշխատել, քան աշխարհի ամենահաջողված գողը։ Խոսքն իհարկե Ագաթա Քրիստիի մասին է։ Աֆինա թիմը լքում է Հայրապետյան Մայան։ Սիրիուս երկնքից ահեղանցվոր, որքից եկել, ուր ես թեքել։ Ուր ես ճեպում այդքան հզոր, անճար թափով, անծեր ճամփով, դարեր, հազարավոր։ Այս բանաստեղծությունը գրելուց առաջ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը խորհրդակցել է այդ ժամանակ 14-ամյա, իսկ հետագայում աշխարհահռչակ մեծ գիտնականի հետ։ Ով էր այդ 14-ամյա տղան։ Սիրիուս երկնքից ահեղանցվոր, ուր կից եկել, ուր ես թեքել, ուր ես ճեպում այդքան հզոր, անճար թափով, անծեր ճամփով, դարեր, հազարավոր։ Այս բանաստեղծությունը գրելուց առաջ մեծ բանաստեղծ Թումանյանը խորհրդակցել է այդ ժամանակ 14-ամյա, իսկ հետագայում աշխարհահռչակ մեծ գիտնականի հետ։ Ով էր այդ մեծ գիտնականը։ Ոնց հասկացա, այլի երկու թիմերը պատասխան ունեն, բավականին հետաքրքիր խաղ է ստացվում մեր մոտ։ Խնդրեմ, այս անգամ սկսենք ձեզնից։ Վիկտոր Համբարձումյան։ Նույնը։ Վիկտոր Համբարձումյան։ Դա հայ աստղագետ եւ աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից Վիկտոր Համբարձումյանն էր։ Նա ծնվել էր 1908 թվականի սեպտեմբերի 18-ին։ 2-2, թիմերը երկուսն էլ ճիշտ են պատասխանել։ Ծափահարեք միմյանց։ Շեկյան Արտուրը թիմի ավակը լքում է։ Այո։ Հետաքրքիր մոտեցում է։ Եվ Պողոսյան Յուրին լքում է։ Խաղի հաշիվն է 2-2, նկարով հարց։ Այս եւ այլ նկարներ նկարվել են կայքերից մեկի ստեղծողների կողմից։ Կայքի հիմնական նպատակն է օգնել ինչ անել։ Այս եւ այլ նկարներ նկարվել են կայքերից մեկի ստեղծողների կողմից։ Կայքի հիմնական նպատակն է օգնել ինչ անել։ Կայքի հիմնական նպատակն է օգնել Դասվարկյամ ժամանակ։ Աֆինա թիմից սկսենք, երևի, խնդրեմ։ Մաքուր պահել շրջակա միջավայրը։ Մաքուր պահել շրջակա միջավայրը։ Մեր կարծիքով հղումները կայքի էջերի վրա։ Հասկանալի է ձեր պատասխանը։ Այս եւ այլ նկարները նկարվել են կայքերից մեկի ստեղծողների կողմից։ Կայքի հիմնական նպատակն է օգնել անգիր սովորել հիշել հիերոգլիֆները։ Ճիշտ պատասխան չունենք։ Խաղի հաշիվը շարունակում է մնալ 2-2, ուշադրություն հարցը։ 20-րդ դարի 50-ականներին
Քանի որ տարբեր նահանգներ, տարբեր օրենքներ ունեին ալկոհոլի վաճառքի վերաբերյալ, X-երը ստիպված էին օգտագործել քարտեզ եւ ժամացույց։ Ովքեր էին X-երը։ 20-րդ դարի 50-ականներին, քանի որ տարբեր նահանգներ, տարբեր օրենքներ ունեին ալկոհոլի վաճառքի վերաբերյալ, X-երը ստիպված էին օգտագործել քարտեզ եւ ժամացույց, ովքեր էին X-երը կամ անվանեք X-երին։ Լավ զգաց։ 50-ականներ, տարբեր նահանգներ, տարբեր օրենքներ ունեն ալկոհոլի վերաբերյալ, վաճառքի վերաբերյալ։ Եվ X-երը ստիպված են օգտագործել քարտեզ եւ ժամացույց, ովքեր էին X-երը։ Ովքեր էին X-երը։ 10 վայրկյան։ Ժամանակ։ Պատասխան ունեք, չունեք ձեր պատասխան։ Խմիչք օգտագործողները տարբեր ժամերի խանութներ։ Հասկացա։ Ձեր պատասխանը։ 20-րդ դարի 50-ականներին, քանի որ տարբեր նահանգներ, տարբեր օրենքներ ունեին ալկոհոլի վաճառքի վերաբերյալ, X-երը ստիպված էին օգտագործել քարտեզ եւ ժամացույց։ Խոսքը բորտ ուղեկցորդուհիների մասին է։ Օդանավի օրենքները պետք է համապատասխաներ այն նահանգի օրենքներին, որի վրայով որ թռչում էին։ Բորտ ուղեկցորդուհիները պետք է որոշեին, թե որ նահանգի վրա են գտնվում եւ ինչպիսի օրենքներով պիտի շարժվեն։ Ուշադրություն հարցը։ Առաջին մի քանի օրերին տեղի ունեցածի վերաբերյալ բազմաթիվ տեսություններ կային։ Դրանցից մեկի համաձայն հակառակորդը նախ մագնեզիում է ցողել քաղաքի վրա։ Որ քաղաքի մասին է խոսքը։ Առաջին մի քանի օրերին տեղի ունեցածի վերաբերյալ բազմաթիվ տեսություններ կային։ Դրանցից մեկի համաձայն հակառակորդը նախ մագնեզիում է ցողել քաղաքի վրա, որ քաղաքի մասին է խոսքը։ Որ քաղաքի մասին է խոսքը։ Տասը վայրկյան։ Ունեք պատասխան։ Շատ լավ։ Ժամանակն էլ լրացել է։ Ձեզնից սկսենք, Աֆինա։ Դամասկոս։ Դամասկոս։ Ինչու Դամասկոս։ Հիրոսիմա։ Առաջին մի քանի օրերին տեղի ունեցածի վերաբերյալ բազմաթիվ տեսություններ կային։ Դրանցից մեկի համաձայն հակառակորդը նախ մագնեզիում էր ցողել քաղաքի վրա։ Խոսքն իհարկե Հիրոսիմայի մասին է։ Ճապոնացիներն անմիջապես չհաստատեցին, որ հենց ատոմային ռումբ է նետվել Հիրոսիմայի վրա։ Մագնեզիումը օգտագործում է լուսանկարչական բռնկումներում եւ միջուկային պայթյունի բռնկումը բացատրվում էր քաղաքի վրա ցողված մագնեզիումով, որն այնուհետև հրդեհվում է սովորական ռումբերից։ Աբրահամյան Արմիդան է լքում խաղը։ Խաղի հաշիվն է 3-2 ուշադրություն հարցը։ 1861 թվականին հարավային Կարոլինայի թերթերից մեկը սատանային անվանեց առաջին X։ Անվանեք X-ին լատիներեն ծագում ունեցող բառով։ 1861 թվականին հարավային Կարոլինայի թերթերից մեկը սատանային անվանեց առաջին X։ Անվանեք X-ին լատիներեն ծագում ունեցող բառով։ Եթե լատիներեն բառը չիմանաք, բայց ճիշտ ուղիղ իմաստն արտահայտող հայերենով գրեք, ճիշտ եմ ընդունելու պատասխանը։
Բայց ճշգրիտ պետք է նույն բառի իմաստը արտահայտող հայերեն տարբերակը լինի։ 10 վայրկյան։ Ժամանակ։ Ձեզնից սկսենք այս անգամ։ Լյուցիֆեր։ Առաջին նախանձ։ Առաջին նախանձը։ 1961 թվականին հարավային Կարոլինայի թերթերից մեկը սատանային անվանեց առաջին աբոլիցիոնիստ, ստրկության դեմ պայքարող, ապստամբող։ Որոշակի տեսանկյունից սատանան առաջիններով ապստամբեց ստրկության դեմ։ Խաղի հաշիվն է 3-2 նկարով հարց։ Սիրելի գիտակներ, այս նկարում գրված բառերում որոշ տառեր անբնական ձև ունեն։ Եթե ձեզ ծանոթ են այս երկու բառերը, ապա հեշտությամբ կարող եք ասել, ինչ է փորձում դիտողին հիշեցնել այս նկարը։ Այս նկարում գրված բառերում որոշ տառեր անբնական են և որոշակի ձև ունեն։ Եթե ձեզ ծանոթ են այս երկու բառերը, ապա հեշտությամբ կարող եք ասել, ինչ է փորձում դիտողին հիշեցնել այս նկարը։ Ինչ է փորձում դիտողին հիշեցնել այս նկարը։ Դասը վայրկյան։ Ժամանակ։ Այս անգամ ձեզնից պատասխան չունեք։ Ուզում եմ հիշի, որ ստալակտիտներն վերևից ներքև են աճում, իսկ ստալագմիտներն ներքևից վերև են աճում։ Ձեր պատասխանը պարզ է։ Նկարի նպատակն է, որպեսզի դիտորդը մտապահի, որ ստալագմիտներն աճում են ներքևից վերև, իսկ ստալակտիտները վերևից ներքև։ Ստալակտիտները եւ ստալագմիտները առաջանում են քարայրներում, կալցիումի կարբոնատով հագեցված ջրային կաթիլներից, գազերի հեռացման եւ դրանց գոլորշիացման հետևանքով նստող աղերից։ Մենք ունենք ճիշտ պատասխան 4-2 եւ բայց ձեզ հաջողվեց մինչեւ խաղի վերջ չօգտվել վետո իրավունքից։ Հովսեփյանն ոնն անելքում խաղը։ Խաղի հաշիվն է 4-2 ուշադրություն հարցը։ Կարելի է ասել, որ այս մարդը կյանքում այնքան էլ հաջողակ չէր։ Նրան հրաժարվել էր աշխատանք տալ Disney ստուդիայում։ Ավելի քան 20 տարի նա աշխատել է Metro Golden Mayer-ում նախքան սեփական բիզնես սկսելը։ Ավելի քան 3000 աշխատություններում նրա ազգանունը որպես կանոն երկրորդն էր գործընկերոջ ազգանունից հետո։ Որոնք են այն երկու անունները, որոնք լայնորեն հայտնի դարձան այս մարդու եւ նրա գործընկերոջ առաջին համատեղ աշխատանքի թողարկումից հետո։ Կարելի է ասել, որ այս մարդը կյանքում այնքան էլ հաջողակ չէր։ Նրան հրաժարվել էին աշխատանք տալ Disney ստուդիայում։ Ավելի քան 20 տարի նա աշխատել է Metro Golden Mayer-ում նախքան սեփական բիզնես սկսելը։ Ավելի քան 3000 աշխատություններում նրա ազգանունը որպես կանոն երկրորդն էր իր գործընկերոջ ազգանունից հետո, որոնք են այն երկու անունները, որոնք լայնորեն հայտնի դարձան այս մարդու եւ նրա գործընկերոջ առաջին համատեղ աշխատանքի թողարկումից հետո։ Դասը վայրկյան։ Ժամանակ։ Համբերություն։ Պատասխան ունեք դուք։ iPhone, Apple։ iPhone, Apple, ձեր պատասխանը պարզ է։ Կասկածելի Warner Brothers։ Warner Brothers։ Կարելի է ասել, որ այս մարդը կյանքում այնքան էլ հաջողակ չէր։
Նրան հրաժարվել են աշխատանք տալ Disney ստուդիայում, ավելի քան 20 տարի նա աշխատել է Metro Goldwyn Mayer-ում, նախքան սեփական բիզնես սկսել է։ Ավելի քան 3000 աշխատություններում նրա ազգանունը որպես կանոն երկրորդն էր իր գործընկերոջ ազգանունից հետո, որոնք են այն երկու անունները, որոնք լայնորեն հայտնի դարձան այս մարդու եւ նրա գործընկերոջ առաջին համատեղ աշխատանքի թողարկումից հետո։ Խոսքը Թոմի եւ Ջերիի մասին է։ Հարցը վերաբերում էր Ջոզեֆ Բարբերային եւ Ուիլյամ Խանեային։ Խաղի հաշիվը չի փոխվել, 4-2 ուշադրություն հարցը։ 1882 թվականին Նավապավլովկա գյուղից 10 հրեա գյուղացիներից բաղկացած խումբը թողնելով իրենց ընտանիքները ժամանեց Պաղեստին։ Այս մարդիկ չէին համապատասխանում վտարված հրեաների կարծրատիպերին։ Նրանք գիտեին, թե ինչպես օգտագործել քլունգ եւ մանգաղ, բայց չունեին այդ հմտությունը, որը դուք բոլորդ ունեք։ Այդ իսկ պատճառով խմբին հատուկ միացավ մեկ այլ անձ, ով տիրապետում էր այդ հմտությանը, որ հմտության մասին է խոսքը։ Հարցը նորից եմ կարդում։ 1882 թվական Նավապավլովկա գյուղից 10 հրեա գյուղացիներից բաղկացած խումբը թողնելով իրենց ընտանիքները ժամանում է Պաղեստին։ Այս մարդիկ չէին համապատասխանում վտարված հրեաների կարծրատիպերին։ Նրանք գիտեին, թե ինչպես օգտագործել քլունգ եւ մանգաղ, բայց չունեին այդ հմտությունը, որը դուք բոլորդ ունեք։ Այդ իսկ պատճառով խմբին հատուկ միացավ մեկ այլ անձ, ով տիրապետում էր այդ հմտությանը, որն էր այդ հմտությունը։ Որ հմտության մասին է խոսքը։ Տասը վայրկյան։ Ժամանակ։ Խնդրեմ ձեր պատասխանը։ Մտածել։ Գրել։ 1882 թվականին Նավապավլովկա գյուղից 10 հրեա գյուղացիներից բաղկացած խումբը թողնելով իրենց ընտանիքները ժամանեց Պաղեստին։ Այդ մարդիկ չէին համապատասխանում վտարված հրեաների կարծրատիպերին, նրանք գիտեին, թե ինչպես օգտագործել քլունգ եւ մանգաղ, բայց չունեին այդ հմտությունը, որը դուք բոլորդ ունեք։ Այդ իսկ պատճառով խմբին հատուկ միացավ մեկ այլ անձ, ով տիրապետում էր այդ հմտությանը։ Այդ հմտությունը գրելու մասին էր, գրելու ընդունակության մասին էր եւ բավականին հետաքրքիր խաղում Աֆինա եւ Սոֆիա թիմերի միջև 5-2 հաշվով հաղթել է Սոֆիա թիմը։ Ինձ մնում է միայն հիշեցնել, որ հետաշվարկ ինտելեկտուալ խաղ մրցույթն անց է կացվում Արցախի հանրապետության նախագահի բարձրավանու ներքո։ Առողջ եղեք։